Գողջունեմ բոլորիդ սիրելի Աստծո ժողովուրդ, հույսով եմ լավ եք, Հիսուսով միշտ լավ գլանք։ Չմոռնաք անպայման տարածելու սոցցանցերու վրա YouTube, Facebook, Instagram, TikTok, անպայման տարածեցեք, որ մարդիկ օրհնված լինեն։ Սիրելիներ, 5 տեսակ ձողոբաության մասին մի խոսիմ, դարբեր ձողոբաության տեսակներ, որ ձողոբաության ընելու համար ցեզի գոկտե։ Ինչպես որ մենք միշտ կսենք, որ ձողոբաությունը քրիստոնյայի կյանքի մեջ անբաժան մասնիկը պետք է լա, եւ հիմա պիտի օգտեմ ցեզի աստվածաշնչյան սկզբունքներով ձողոբաության տեսակներու մասին խոսիմ։ Շատ մարդիկ գարցնեն ինչն եմ ձոմսելով ինչպես բահեմ ձողոբաություն, ինչ տեսակներ կա։ Ես 5 հատի մասին մի խոսիմ, անշուշտ է սկիզբեն գուզեմ շեշտել, որ ձողոբաությունը ինքը կորզնական քայլ է, անշուշտ, այսինքն կորզնական գիրառություն մնե քրիստոնեական կյանքի մեջ, բայց ամենակարևորը սրդի թիրքն է։ Այսինքն մարդը շատ չուդելով չէ, այլ նպատակը եւ սրդի թիրքն է իրեն, որ Աստված ավելի գահաջի, անշուշտ, բայց ադի իր մեջ նաեւ կորզնական բաժին ունի։ Սիրտը շատ կարևոր է եւ կորզնական բաժինը շատ կարևոր է։ Ուրեմն 5 հատեն առաջինը, որպես տեսակ, ձողոբաության տեսակ, ամբողջական ձողոբաությունն է։ Այսինքն նկատի ունիմ առանց ջաշի եւ առանց ջուրի։ Մենք ասիկա կտեսնենք Աստվածաշունչի մեջ Մովսեսի կյանքին մեջ, որ ինքը 40 օր Սինա լերան վրա ոչ գերավ, ոչ խմեց, եւ անշուշտ է գուզեմ շեշտել, որ այս տեսակի ձողոբաությունը շատ հadouk կշեշտեմ, շատ հadouk, որ հստակ առաջնորդված եղեք Աստծո հոգիեն, որբեսի բահեք այս ձողոբաությունը։ Հիմա Մովսեսը 40 օր չի գերավ չի խմեց, եթե նայք գիտության սայենսին, սայենսը գսե 3 օր եթե ջուր չի խմես, արդեն շատ վտանգավոր է կյանքիդ համար, բայց Մովսես Աստծո ներկայության մեջ Սինա լերան վրա անշուշտ է շատ հadouk բարակա էր ադիգա Մովսեսին համար, եւ ինքը չգերավ չի խմեց։ Հիմա ադիգա իր բարակային է, որ 40 օր էր, բայց գրնալ դուք առաջնորդվիք նաեւ ձողոբաության առանց ջուրի, առանց ջաշի 3 օր, 1 օր, չեմ գիտեր քանի օր, բայց ես հadouk գշեշտեմ, որ Աստծո հոգին թող հadouk-են առաջնորդե ցեզի այս ձողոբաության տեսակին համար։ Հիմա գրնալ հարցում հարցնես, ինչու առանց Աստծո առաջնորդության ձոմբա հողալ գա։ Լսեցեք սիրելիներ, մենք պետք է առողջ մտածելակերպ ունենանք եւ խոսենք ադոր մասին, որ ես օրինակ ամեն ձողոբաություն որ կբահեմ, ասել չէ որ Աստծո ցայնը գլսեմ եւ ադոր հիման վրա ձողոբաություն կբահեմ, որովհետեւ հարցումը դուք եւ որ գաղութեք միշտ միայն Աստված առաջնորդեն ցեզի գաղութեք կամ որպես Աստծո զավակ աղոտ կամ բաժանելի մասնիկ է ձեր կյանքի մեջ եւ դուք գաղութեք։ Շատ ժամանակ կլա որ Աստծո մեկ առաջնորդվից հadouk աղոտքի սենյակդ կվազես, շատ ժամանակալ բարձավես կուզես մտնել աղոտքի սենյակդ եւ աղոտես Աստծո ժամանակ անցնես։ Ինչպես աղոտքը նույնն ալ ձողոբաությունն է, Մատթեոս ավետարանի մեջ եւ որ գսորվեցնե Հիսուսը աղոտ կնել, նույնպես գսորվեցնե ձոմ բահել եւ ձողոբաությունն ալ նույնպես երկու տեսակով գրլալա, որ Աստված գրնա հadouk առաջնորդե քեզի, որ հadouk նյութիմը համար ձոմ բահես, աղոտ կնես։ Եվ շատ ժամանակ պայման չէ Աստված առաջնորդ է, թուն բարձաբես ձոմ բահես հadouk նպատակի համար եւ ընդհանրապես գրնա հadouk ինչ որ մեծ հարց նպատակ չլա, բայց թուն ձոմ բահես եւ ադոր նպատակը լա որ մարմնի ցայնը լրացնես եւ հոգի ցայնը բարձրացնես, գրնալալ թուն որոշես ձոմ բահել Աստծո ավելի ճանչնալու համար եւ աղոտքի մեջ լաց ձողոբաությունով, այսինքն ասոնք բաներ են, որ Աստծո հաճելի են եւ Աստծո գամքի համաձայն է։ Ադորամար պայման չի Աստված հadouk հետդ խոսի քեզի իսե ինձի ճանչնալու համար ձոմ բահե եւ աղոտ կրե։ Ոչ, ադիգա գրնակու սրդի փափակը լա եւ Աստծո հաճելի է ադիգա, որ ձոմ բահես եւ աղոտ կնես։ Okay, ասիկա շատ կարեւոր է։ Ուրեմն ասի առաջին գետն է, ինչպես որ շեշտեցի, հadouk թող Աստված առաջնորդե ցեզի, եթե պիտի չի ուտեք եւ պիտի չի խմեք ձողոբաություն բահելու համար։ Երկրորդը հեղուկով ձողոբաություն։ Այսինքն ամբողջովին ջաշեն կգդրես տուն քեզի եւ կխմես ջուր եւ դարբեր տեսակ հեղուկներ։ Այլևս տուն կորոշես։ Գրնալալ մարդկա մի անջուր գուզե խմել,
եւ չուդել։ Մարդկա ճուր եւ դարբեր հեղուկներ գուզե խմել եւ չուդել։ Աս զոմաբաության դեսակը կտեսնենք մենք Հիսուսին կյանքի մեջ անաբադը, որովհետեւ գրված է Հիսուսը 40 օր չի գերավ, չի գրված չի խմեց։ Գա այսպեսի դարբերակ ընդհանրապես չուդել։ Նորեն հոստեղը կարևոր բաներ կա որ պետք է շեշտեմ։ Շատ կարևոր է զոմաբաությունը ինչպես սկսես եւ զոմաբաությունն ինչպես դուրս գաս։ Օրինակ, եթե 3 օրվա զոմաբաություն միտնես պիտի չի ուդես, լավ գլա մի քանի օր առաջ, 1 շաբաթ առաջ արդեն թեթևցնես ճաշդ եւ մտնես զոմաբաության մեջ 3 օրվա։ Եվ շատ կարևոր է 3 օր վերջ դուրս եկած ադենը զոմաբաությունն մեգեն ամեն ինչ չուդես, չթխմես փորդ, որովհետև ադիգա օրգաններուդ գրնա վնաս հասցնե։ Հիմա նայեցեք, ես բժիշկ չեմ, որ ցեզի մանրամասնորեն դերեկություն դամ, բայց այսօր Փառք Աստծո որ սոցցանցերը որ կան, մեզի շատ հստակ դերեկություններ կրնան տալ, ադորամար կրնակ մտնել, սրճնել, այսինքն նայել, թե ինչն է շիդակ դուրս գալու ցևը, ինչեր կրնակ ուդել, որբեսի շիդակ դուրս գաք զոմաբաությունն 3 օրվա։ Հիմա նայեցեք, դարբերություն կա, եթե 3 օր պիտի չի ուդես ուրիշ է, եթե 21 օր պիտի չի ուդես ուրիշ է։ Հոստեղը շատ կարևոր է ինչպես դուրս գաս, ավելի կարևորը ասի է։ Եթե 21 օր չի գերարբամա եւ 21 օր վերջ պիտի դուրս գաս զոմաբաությունդ, հadouk գերագուրներ կա, որ ադոնցմով պետք է սկսես ուդել հadouk չափով։ Նորեն գսեմ սոցցանցերը ցեզի շատ կրնան օգնել, կացեք բրբդեցեք եւ կդեք։ Եթե հետարքրքրված եք ավելի խորունկնալու եւ ոնդեղեն գրնակ գիտնալ։ Եթե ցանոթ մարդիկ ունիք բժիշկ եւ այլն իրեն գալ գրնան ցեզի օգնել, որբեսի ասիգա ցեզի գսեմ որ ծեր ապահովության համար, որբեսի դուք առողջ ծևով մտնեք զոմաբաության մեջ եւ առողջ ծևով դուրս գաք զոմաբաությունն։ Ասիգա երկրորդ տեսակն է լման շուդել։ Շատ կարևոր բան շեշտեմ, որ զոմաբաությունը գլա ռեժիմ, եթե աղոթքով չլակ եւ խոսքով չլակ, այսինքն այն նպատակին համար որ դուք զոմաբաություն բացեք, պետք է խոսքի մեջ եւ աղոթքի մեջ լակ գրծածնուտ չափ այդ նյութին համար։ Երրորդ տեսակը Աստվածաշունչի մեջ Դանիելի զոմաբաությունն է։ Հիմա անգեղ զլալու համար երբ որ գնայք Աստվածաշունչին, գրված է որ Դանիելը մսեղեն չի գերավ եւ ամեն տեսակ ախորժելի գերագուրե զրգեց ինձնքը։ Հիմա շատ մը դերեկություններ շատ մը մարդոց միջոցով մարդիկ որ շատ ուզած են գիտնալ Դանիելը ինչ գերավ, ինչ չի գերավ, սոցցանցերում մեջ դարբեր զալայողներու կողմեն ես տեսած եմ որ գսեն որ ուրեմն Դանիելը զրգեց ինձնքը մսեղեն է քաղցրեղեն է եւ գատնեղեն է եւ գերավ բդուղ բիստագեղեն փանջարեղեն եւ ճուր խմեց։ Հիմա ասիգա դարբեր դերեկություններու եւ դարբեր մարդոց գարձիկն է, բայց ես չեմ գնար ասել 100% շիդակ է, քանի որ Աստվածաշունչի մեջ գրված է մսեղենն զրգեց ինձնքը Դանիելը միս չգերավ եւ ամեն տեսակ ախորժելի գերագուր է զրգեց ինձնքը։ Մանրամասն չէ գրված, դուք կրնակ որոշել Դանիելի զոմաբաությունը եթե բիտնեք մսեղենը կրնակ կդրել դուք ցեզի եւ ցեզի համար ամեն տեսակ ախորժելի գերագուր է զրգեք դուք ցեզի։ Կրնակ այսպեսին անել, ասիգա Դանիելի զոմաբաությունն է, մասնագի զոմաբաություն, ասիգա մենք կտեսնենք 5 դագարանի մեջ արևածագեն մինչև մայրամուտ Ուրեմն Աստվածաշունչի մեջ գա դեղեր, որ Իսրայելի ժողովուրդը չի գերան մինչև մայրամուտ, մինչև արևը երթա, չի գերան, ատքեվերջ գերան, եւ ասիգա կգոչվի մասնագի զոմաբաություն, այսինքն արևամուտքեն վերջ ուդել կարելի է։ Լմանորը չես ուդեր մինչև արևամուտքը։ Եվ նաեւ որպես մասնագի զոմաբաություն կարելի է 1 ջում ուդել օրական։ Այսինքն նայեցեք քիչը անձնական որոշում է ասիգա, ես էզի Աստվածաշնչյան օրինակներ կուտամ գոր, բայց ամեն մեկուտ գյանքը, ամեն մեկուտ ապրելագերբը, ապրելացևը ուրիշ է։ Ես մարդիկ կջանշտամ, որ օրինակ մինչև գես օր կորոշեն չուդել, գես օրվնե վերջ 1 ջում գուդեն, այսինքն 1 անգամ գուդեն։ Լավ ասան գսեմ, 24 ժամվա մեջ 1 անգամ գուդեն օրինակ։
Նորեն ասեմ սիրեներ, աստվածաշնչյան դարբերակներով զոհաբահությունը անշուշտ ամենաշիդակն է, բայց նաև գրնակ այնպիսի զոհաբահություններ ունել, որ ինչպես որ հարմար է ցեզի, բայց կարևոր է որ անգեղծ լակ ծեր հետ։ Հիմա գա այսպիսի զոհաբահություն, ինչպես որ ասենք, մասնակի զոհաբահությունն է, մինչև արևմուտք չուդել, արևմուտքեն վերջ մեկ ջում ուդել կամ արևմուտքեն վերջ ուդել, այսինքն արևմուտքեն վերջ ուզազնուց չափ ուդել։ Եվ 5-րդը նախասիրություններու զոհաբահություն, ասիկա շատ դարածված է աս օրերուն, դժբախտաբար, ինչու դժբախտաբար, ինքը լավ է, բայց դժբախտաբար ասեմ ինչու, որովհետև աս նախասիրություններու զոհաբահությունը ինչն է, այսինքն բաներ, որ քեզի համար նախասիրություն են կյանքի մեջ, ատկե կհրաժարվիս, այսինքն հերախոս, TV, բաներ, որ դու շատ կսիրես, սուրճ, այսպիսի բաներ, քեզի համար նախասիրություններ։ Հիմա ասիկա կարևոր զոհաբահություն է, լավ բան է, լավ օգուտ գունենա, այո, բայց ես ինչու ասի դժբախտաբար, որովհետև մարդիկ միայն այս տեսակ զոհաբահությունը սկսած են անել եւ աստվածաշնչյան զոհաբահությունը, որ հստակ կենտրոնացած է ուդելիքի վրա, ուդելիքեն զրգելու։ Ադիկա մորցեր են մարդիկ եւ միայն նախասիրություններու զոհաբահություն կնեն։ Ես կսեմ ոչ, աս տեսակ զոհաբահությունը ավելի նախընտրելի է, ընեն այնպիսի մարդիկ, որ օրինակ թեղ գարնեն, իրենց համար բժիշկը չի կաչալերեր բժիշկը, որբեսի ինքը լման օրը չուդե ջաշ, ինքը թեղեր գարնե, կամ գինե հղի է, չի գրնար։ Այս հատուկ բարականերու համար ավելի նախընտրելի է նախասիրություններու զոհաբահությունը։ Ժամանակ առ ժամանակ բոլորս ալ ընենք լավ է ասի, բայց հիմնական զոհաբահությունը, որ մենք միշտ պիտնենք, ավելի լավ է մույս տեսակի զոհաբահությունները լան, որ կենտրոնացված են ուդելիքի վրա։ Ուրեմն ամբողջական զոհաբահություն առաջինը, երկրորդը միան հեղուկով զոհաբահություն, առանց ջաշի, երրորդը Թանիելի զոհաբահություն, չորրորդը մասնագի զոհաբահություն եւ 5-րդը նախասիրություններու զոհաբահություն։ Սիրեներ գկաչալերեմ ցեզի, որ զոհաբահության ցերգյանքը զարգացնեք եւ գկաչալերեմ, որ ոչ միայն երբ որ խնդիրները լան զոհաբահություն ունեք, այլ միշտ զոհաբահության մեջ լակ որպես քրիստոնյա զոհաբահության օգուտներն ամենալուրջ մեկը, որ մարմնին ցայնը լրացնեք։ Այսինքն պայման չէ ինչ որ խնդիրը լավ որ զոհ բահեք, դուք գրնակ միշտ զոհի մեջ լալ եւ նպատակը լավ որ մարմնին ցայնը լրացնեք եւ հոգին ցայն ավելի հստականա։ Աստված օրհնեց ձեզ սիրեներ, միան ասի եմ, որ ամեն ինչի մեջ որ մարդ կզարկանա, ինքը ինչ որ քայլեմը կսկսի։ Հիմա, եթե դու մեկն ես որ քեզի համար դժվար է, ասեմ քեզի, դեղեմը սկսիր, քիչիդ մեջ հավատարիմ եղիր։ Այսինքն եթե այսօր իմ մարմինս վարժված է, որ ես 3 օր չուդեմ զոմի մեջ լամ, ասել չի ադիգա ինձ համար թյուրուն եղավ եւ ես շատ թյուրուն գրծա ադի ենել, չէ, ես ալ ընթացքի անցա, մարմինս վարժվեցավ եւ այսօր ջեղկած եմ ադի։ Բայց քեզ համար գրնալ դժվար է։ Լսեցեք սիրելի քրիստոնյաներ, մենք մրցումի մեջ չենք։ Այս ամենը չենք ներգոր մենք, որ Աստված նայի եւ ասե, «Օ, ինքը 3 օր ավելի չի գերավ, իրեն բրավո, մույսը 1 օր չի գերավ»։ Չէ, ինքը լսեցեք Աստված, այսպիսի Աստված չէ։ «Օ, կամ ինքը 21 օր չի գերավ»։ Ինչ քրիստոնյա հոգևոր է։ Չէ, սիրելիներ։ Դու ուզես 100 օր մի ուդեր, քու սիրտը սխալ թիրքի մեջ թողլա, ադիգա Աստծո հաճելի չէ։ Ադորամար մենք մրցումի մեջ չենք, աս ամենը որ գնենք որ մենք Աստծո բանը չենք փորձեր որ պաստել։ Աս ամենը որ գնենք որ մեր օգուտին համար է, ասի իսեմ ցեզի։ Ադորամար գկաչալերեմ ցեզի զարգացնեք ձեր զոհաբահության կյանքը առանց մրցելու ուրիշներու հետ եւ ադոր նպատակը թողլա մեկ խոսքով Աստծո հաճելի Աստծո գամքի համաձայն զոհաբահություն։ Աստված օրհնե ձեզի շատ։ Ամեն։ Գողջունեմ բոլորիդ սիրելիներ, երկրի ծայրերեն, դարբեր երկիրներեն, բոլոր անոնք որ գայդևին մեր զարայությանը Աստված օրհնե ձեզի շատ։ Շատեր կհարցնեն ինչպես ֆինանսներով գրնան աճակցիլ մեր զարայությանը։ Սիրելիներ, այն հեռախոսահամարը որ դուք պիտի տեսնեք վիդեոյի մեջ, գրնակ գապ հաստատել այս հեռախոսահամարին WhatsApp-ի, Viber-ի, Telegram-ի միջոցով, որովհետեւ մենք ձեզի առաջնորդենք եւ ասենք ինչ հնարավորություններ կա ֆինանսներով աճակցելու դեպի Լիբանան։
Աստված օրհնեց ձեզի շատ, ձեր ցանած ամեն սերմը կհրճագեմ, որ դիրոջ կրկնաբադիկ օրհնությունը կա այդ սերմին վրա։ Ամեն։